Վերադառնանք ձվազատման թեմային։ Ձվազատումը օվուլյացիան լինում է դաշտանային ցիկլի մոտավոր մեջտեղի օրերին։ Դա կապված է դաշտանային ցիկլի ընդհանուր տևողությունից, այսինքն քանի օրը մեկ է լինում դաշտանային ցիկլը եւ ընթացքից։ Դա լիովին հորմոնակախյալ process է։ Ուզում եք տեսնել սխեմատիկ ձվազատման ընթացքը։ Ֆոլիկուլոգենեզը տեղի է ունենում ձվարաններում։ Դաշտանային ցիկլի առաջին օրվանից մեծանում են ֆոլիկուլներ, ձևավորվում է դոմինանտ ֆոլիկուլը եւ մոտավոր ցիկլի մեջտեղի օրերին տեղի է ունենում ձվազատումը։ Հենց ձվազատման շրջանում կինը կարող է հղիանալ։ Այս process-ը ամբողջովին հորմոնակախյալ է եւ կապված է հորմոնների փոխհարաբերության տատանումից նաեւ։ Ձվազատումից հետո տեղի է ունենում դեղին մարմնի ձևավորում եւ պետք է պարտադիր տեղյակ լինել եւ երբ որ կատարվում է ֆոլիկուլոդինամիկա, դա մեծ ուշադրության կենտրոնում է, թե ինչ փոփոխություններ են տեղի ունենում նաեւ լորձաթաղանթում, արգանդի խոռոչում։ Այս ամբողջ հորմոնալ փոփոխությունները, հորմոնների փոխհարաբերության փոփոխությունը ազդում է նաեւ լորձաթաղանթի վրա, առաջացնելով ընթացիկ լորձաթաղանթի հաստացում։